Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, ուրախ եմ նորից տեսնելու ձեզ, շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել Արարատյան խոհանոց, այսինքն հայկական խոհանոց, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոց։ Մի այլ ոճի մեջ եւ այդ ոճը մենք արդեն ներդրել ենք միասին մեր հյուրի հետ, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման հասարակական կազմակերպության անդամ, Արարատ տանորաբաց ռեստորանի ավագ խոհարար Արտավազդ Սարուխանյանը։ Ողջույն Արտավազդ։ Ողջույն ընկեր Մամուլյան, ողջույն, շնորհակալություն, լավ։ Նշեցինք, որ այդ նոր ոճը, այսինքն ինչով է տարբերվելու հին ոճից մեր ներդրած այս նոր ոճը։ Նախ եւ առաջ նոր ոճը տարբերվելու է նրանով, որ այն հին կերակրատեսակները Այո, մատուցեն նորովի։ ահա։ Դա մեկ։ Երկրորդը նոր ոճը, կրկին այդ նոր ոճը ասածը, նա է, որ միգուցե արդեն մի փոքր ետ կանգնենք այդ բոլորին ծանոթ շշի վրա, այն երևի թե ինչ-որ նոր մտահղացումներ մտցնեն խոհանոց։ Բոլոր ուտեստները պատրաստում են կրակարանի վրա։ Եվ նոր ոճը նաև դա է։ Չնայած ասեմ, որ դա նոր ոճ չի, դա դեռ այսինքն Արարատի ժամանակվանից է գալիս այդ ոճը։ Մեր այդ ոճը, այսինքն մեր այն ուտեստները, որոնք որ պատրաստել ենք այլ ձևով, այսինքն սալօջախի վրա կամ գազօջախի վրա պատրաստենք խավարտը, չգիտեմ որտեղ, մենք այդ հավաքել ենք եւ ամեն ինչը պատրաստում ենք կրակարանի վրա։ Մեր ժողովրդական լեզվով, ինչպես Արտավազդը սիրում նշել, մաղալի վրա։ Այսօր ինչ ենք պատրաստելու եւ ինչ բաղադրություն ունենք։ Այսօր պատրաստելու ենք խոզի հաստկող, Այո։ լցոնած սերկեֆիլով եւ մարվանդակով կամ նեխուր քարաոս, այդպես կարելի ասել, որոնք իրենց հերթին մի փոքր տապակվել են եւ կոնյակով վառվել։ Խավարտը հրահամ տապակա ենք պատրաստելու, բայց կրակարանի վրա։ Այո, խավարտը նորից ընտրում եմ սերկեֆիլը խորոված արած։ Շատ լավ, շատ լավ։ Ինչ պիտի պատրաստեմ ես, ինչով պիտի օգնեմ։ Հա ցույց տանք միսը, թե Միսը արդեն ես բացել եմ այսպես։ Կտեղադրենք մեր միջուկը եւ փաթաթենք։ Այո, մաքրել ես որոշել մի փոքր որոշել եմ այս կերակրատեսակը կծու անեմ։ Ինչի համար կծու, որովհետեւ մենք գտնվում ենք հայկական լեռնաշխարհում։ Իսկ հայկական լեռնաշխարհում շոկ է։ Մենք պարտավոր ենք ուղղակի կծու շատ ճաշակել։ Շոկ եղանակներին բարեկամներ, մեր օրգանիզմը ընդհանրապես իմունիտետը մի քիչ ցածր է լինում, ընկնում է եւ այդ որ նաեւ մարսողության հետ կապված եւ կծուն նախ եւ առաջ օգտակար է մարսողությանը նպաստելու համար։ Բնականաբար մենք գիտենք, որ կծուն նաեւ այլ ձևով կարելի է օգտագործել եւ շատ օգտակար է։ Ես խոսում եմ ուղղակի միայն առողջ մարդկանց մասին։ Եթե մարդը ունի հիվանդություն, այսինքն ցավոք սրտի, բնականաբար շատ չենք խորհուրդ տալիս այդպես կծուն շատ օգտագործել։ Բայց այնուամենայնիվ ամեն ինչի մեջ չափավոր եւ ամեն ինչի մեջ սիրով բացեցիր հաստկողը, բացեցի, ոսկորները մաքրեցի։ Ես մինչև դա անեմ, խնդրում սերկեֆիլը կտրատեք, իսկ ես փաթաթեմ փայլաթիթեղով մեր ոսկորները։ Շատ լավ։ Այսքանը բավական է։ Խնդրում եմ այն սերկեֆիլն էլ կամ 3 հատը բավական, մենք ունենք 3 հատ եւ 3-ն էլ այստեղ։ Շատ լավ։ Ունենք նաեւ մարվանդակի կոթեր, նորից երկար։ Այո։ Ես իդեպ տապակը արդեն տաքացնում եմ։ Միջուկը պիտի սկզբից տապակենք։ Միջուկը սկզբից տապակենք, կոնյակով վառենք, մեզ նաեւ կրակայրիչը պետք է լինելու, ես մի հատ տեսնեմ որտեղ է իմ կրակայրիչը։ Այստեղ է։ Եվ խնդրում եմ ձեթը փոխանցեք։ Այո։ Շատ շնորհակալություն ընկեր Մամուլյան։ Ձեթը վրցնով։ Դե քանի որ ես շատ եմ օգտագործում վրցինը այստեղ խոհանոցում։ Տապակ շատ չեմ օգտագործում,
Դրա համար բանջարեղենը, որը որ խորովում եմ, Կարող է վերջում էլ վրցինը այլ գործոն օգտագործես, անցնես նկարչության։ Ես մի տնօրեն ունեի, որը որ նշում էր, ասում էր, խոհարարությունը դա արվեստների արվեստն է։ Եթե տեսնում ես նկարը հիանում ես, լսում ես երաժշտությունը հիանում ես, օծանելիքի բույրը զգում ես հիանում ես, այդ ամենը ուտեստի մեջ կա։ Եվ գույն, եւ համ, եւ հոտ։ Լավ, եւ ձայն։ Եվ ձայն, այո։ Ավելացնենք տապակին մեր սերկեֆիլը, ձեր կտրատած։ Մանր կտրատած սերկեֆիլը եւ քարաուզը։ Կրկին շատ երկար չեմ տապակելու։ Ես կոնյակը ավելացնեմ։ Կոնյակը վառեմ։ Ես ասեմ, որ հոտավետ պղպեղ եմ։ Այո։ Այսպես խոշոր տապակված է, ավելացնենք հոտավետ պղպեղը, սերկևիլը եւ մարվանդակը տապակեցինք, կոնյակով մեր արևաբույր հուր տվեցինք, մի քիչ հոտավետ պղպեղ եւ կծու պղպեղ, վերջ։ Հիմա միջուկը այսպես մի հատ է սերկեֆիլ, մի հատ էլ մարվանդակ։ Հաթաթում ենք։ Եվ ամրացնում չոփերով։ Բարեկամներ, բնական է, որ այսպիսի ուտեստները մենք ամեն օր չեն կարող օգտագործել, ես խոսքս մեր տնային ուտեստների մասին է, բայց խնջույքների հյուրասիրության եւ ընդհանրապես այդպես մի քիչ ավելի տոնական վիճակների մեջ, ինչու՞ չէ, կարող ենք նաեւ այս ուտեստները փորձարկել։ Թույլ կտակ ձեզ հետ չհամաձայնվել ընկեր Մամունը։ Մանավանդ տնային տնտեսությունների հետ կապված այդ հարցում։ Մանավանդ որ պիտի ես կողմ դնել միսը։ Կներեք։ Կրակի վրա դրեց։ Այո։ Կարծում եմ, որ ես աշխատանքից հետո, մանավանդ կապ չունի խոհանոցում աշխատանքից հետո գամ տուն եւ նման կերակրատեսպիսի ուտեստ։ Այո, նման կերակրատեսակ լինի սեղանին, ես կմոռանամ, որ եկել եմ շատ ուշ, կմոռանամ, որ հոգնած եմ։ Դու կմոռանաս, բայց ինքը չի մոռանա, որ ուշ ես եկել։ Ինքն էլ կմոռանա, որ ես աչքով ճաշակել։ Լավ, մեզ կպահանջվի բավականին կարճ ժամանակ, հարգելի հեռուստադիտողներ, միաժամանակ նաև տապակում ենք սերկևիլը որպես խավարդ, մեզանից ուղղակի 8-10 րոպե կպահանջվի եւ ուտեստը արդեն լրիվ իր ամբողջ շուկով կներկայանա։ Կարծում եմ այդ 8 րոպեն սպասելը մի մեծ բան չի այս լավ ուտեստը պատրաստի տեսնելու համար։ Ահա, մեր միսը համարյա թե արդեն պատրաստ է։ Ընդամենը 8-10 րոպե։ Ամենակարևորը մսի ժամանակ, իդեպ դա ես ձեզանից եմ սովորել ընկեր Մամուլյան, դա նրան նախնական մշակումն է, այսինքն մարինացումը։ Մկանային հյուսվածքների թույլատնելը։ Ջերմային մշակումը հենց այդտեղից է սկսում։ Ապրես։ Դրա համար կրակի հենց ջերմային մշակման ժամանակ արդեն քիչ ժամանակ է մեզ հարկավոր։ Ես խնդրեմ ինձ կարմիր պղպեղ, գլուխսող եւ վարունգ։ Վարունգներ պիտի մանր կտրատել։ Մանր կտրատելու ենք, սոուս ենք պատրաստելու ընկեր Մամուլյան։ Առանց մաքրելու կեղևից։ Առանց մաքրելու, այո։ Ինչի համար մաքրենք, եթե հենց կեղևն է կլանել արևի ջերմությունը։ Ուրեմն բացի նրանից, որ արևի ջերմությունն է կլանել, բարեկամներ, ուղղակի եթե առիթը եկավ, ես նշեմ, որ մեր օրգանիզմը շատ մթերքներ ճանաչում է հենց կեղևի միջոցով։ Այսինքն, չէ որ մենք հենց դրեցինք որևէ մթերք մեր բերանի մեջ, ինֆորմացիան պիտի գնա ուղեղ, այդ կեղևից է որ ինֆորմացիան գնում է եւ տեսնում ենք թե ինչ
մթերք եկավ։ Այստեղ Արարատյան խոհանոցում հիմա այս ամանի մեջ լցնենք մեր կտրատած մթերքները։ Նորից հուշենք, ինչ կտրատեցին, գլուխսող Գլուխսող, կարմիր պղպեղ եւ եւ վարունգ։ Ավելացնենք աշտարակ սոուս։ Խառնենք։ Աշտարակ սոուսը իդեպ շատ հռչակավոր սոուս է արդեն դարձել, այո, ընկեր Մամուլյան։ Շուտով մեր հեռուստադիտողները եւ հասարակությունը նաեւ կարող է ունենալ արդեն, գտնել այդ սոուսը խանութներից, կաշխատենք այդ ուղղությամբ նույնպես։ Ինչպես եւ հացափունջը, այո։ Ինչպես հացափունջը, այո։ Հիմա տեղադրենք ափսեի եզրով մեր բանջարեղենից պատրաստած այս Սոուսը ինչ որտեղ նաև խավարտի դերակատարություն է ստեղ կունենա։ Ահա այսպես։ Տնենք այստեղ։ Տեղադրենք միսը։ Ընկեր Մամուլյան, դուք բույրը զգում եք, մեր ընկերները, հեռուստադիտողները դեռ չեն զգում։ Ես էլ եմ զգում բույրը, նկարանող խումբն էլ է զգում, այնպես որ մի քիչ արագացրա այսքան շատ լավ բույրի մեջ երկար սպասելը մի քիչ դեմոկրատիկ չէ։ Եկեք չզբաղվենք պոլիտիկայով։ Թե չէ, ես էլ կսկսեմ խոսելը դեմոկրատիայից, դիկտատուրայից Քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք մեր երկիրը սիրում ենք, մենք մեր երկրի քաղաքացին ենք, մենք հայ ենք եւ վերջ, սա Հայաստանն է եւ վերջ։ Եվ երևի թե ինչ-որ մի կանաչիով էլ այստեղ ձևավորենք, կերակրատեսակը պատրաստենք։ Կանաչիով։ Մարվանդակով հենց, մարվանդակի ուրց շատ հետաքրքիր է։ Բայց ամեն դեպքում պնդեմ մարվանդակ այստեղ տեղադրենք։ Խնդրեմ։ Ահա եւ վերջ։ Մեր հեռուստադիտողները սպասում են քո հորդորին եւ քո առաջարկին։ Իմ հորդորն է, որպեսզի խոհանոց մտնելուց առաջ մտնենք միշտ լավ տրամադրությամբ, ես դա որպես խոհարար եմ ասում, ժպիտով, սիրով եւ այդ ամենը փոխանցենք կերակրատեսակին։ Հավատացեք, որ կերակրատեսակի միջոցով մենք դա կփոխանցենք մեր հյուրերին։ Ողջունում եմ ձեզ։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտավազդին հյուրընկալվելու համար եւ ցանկանանք, որ նա միշտ սիրով մտնի խոհանոց եւ միշտ լավ տրամադրությամբ։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, շատ շնորհակալություն, որ ունկնդիրը եղաք։ Ես ուզում եմ հավարտելուց առաջ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արարատա նորաբաց ռեստորանի տնօրենությանը հաղորդմանը աջակցելու համար եւ բոլոր աշխատանքները, որում մենք ներգրավված ենք, պիտի միտված լինի նրան, որ մենք լինենք ել ավելի առողջ ու երջանիկ, որ հաղթանակների դարաշրջան է գալիս եւ այդ հաղթանակները անպայման մերն են լինելու, առողջ երջանիկ լինելու զատ պիտի լինենք մենք լավատես եւ հավատանք գալիքին։ Եվս մի քիչ ամեն ինչ լավ է լինելու, ցտեսություն բարեկամներ։ Սերկեֆիլով խոզի հաստկող։ Խոզի հաստկող 3 հատ, ձեթ 20 գրամ, սերկեֆիլ 1 հատ, կոնյակ 50 գրամ, մարվանդակ 20 գրամ, աղ, սև հոտավետ պղպեղ, թացանը, գլուխսող 30 գրամ, վարունգ 50 գրամ, տագդեղ 50 գրամ, աշտարակ սոուս, բարեախորժակ։